Մինչև Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների Գաբալայում վերջերս կայացած հանդիպումը գրեթե անհնար էր պատկերացնել, որ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացը կարող է առաջ գնալ առանց Ռուսաստանի։ Տարիներ շարունակ Մոսկվան բառացիորեն շանտաժի էր ենթարկում Հայաստանին, պնդելով, թե միայն իր ձեռքում են խորհրդային քարտեզները և առանց դրանց անվտանգ սահմանազատում չի կարող լինել։ Գործնականում պարզվեց, որ խորհրդային քարտեզները ոչ մեկի սեփականությունը չեն։ Միացյալ Նահանգներն առանց որևէ պայմանի Հայաստանին տրամադրեց անհրաժեշտ քարտեզները։ Այս ֆոնին Գաբալայի հանդիպումը շրջադարձային էր։ Հանդիպմանն օգտագործվեցին խորհրդային քարտեզները, բայց առանց ռուսական կողմի։ Սա առաջին անգամն էր, երբ սահմանազատման ձևաչափը տեղափոխվեց երկու երկրների տարածք և ընթացավ առանց ռուսական անմիջական ներկայության։ Գալով 3+3 չարաբաստիկ ձևաչափի։ Այս ձևաչափի գլխավոր ջատագովներն են համարվում Մոսկվան և Թեհրանը, ովքեր Անկարայի հետ առաջարկում էին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ամբողջ գործընթացը, աշխատանքները տեղափոխել հենց 3+3 հարթակ, այսինքն դուրս թողնել Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը խաղաղ կարգավորման գործընթացից։ Երեկ Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները Բաքվում քննարկել են այս հարցը, և Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել հաջորդ գագաթնաժողովը, բայց Երևանը դեռ չի պատասխանել։ Եվ շատ լավ է արել։ 3+3 ձևաչափը այսօրվա իր տրամաբանությամբ ավելի շատ ծառայում է Հայաստանի հակառակորդների շահերին, որպես հարթակ, որը սահմանափակում է Հայաստանի մանևրի տարածքը։ Այդ պատճառով Հայաստանի համար ռազմավարական իմաստով ճիշտ է որքան հնարավոր է հեռու մնալ ռուսական նախաձեռնություններից, այդ թվում 3+3-ից և առաջնահերթ դարձնել այն ձևաչափերը, որոնք ամրապնդում են մեր անկախ սուբյեկտայնությունը, նշանակում է համագործակցությունը խորացնել Վաշինգտոնի, Բրյուսելի հետ, երկկողմ գործընկերությունները խորացնել և զարգացնել Միացյալ Նահանգների, Եվրամիության առանձին երկրների հետ, Հնդկաստանի և արաբական մի շարք պետությունների հետ։